Բարև ձեզ, սիրելի գործընկերներ, ուսուցիչներ, ծնողներ։ Ձեզ ենք ներկայացնում Արինվիկ հրատարակչությամբ երաժշտություն առարկայի առաջին դասարանի դասագիրքը, որի հեղինակն եմ ես, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Գևորգյանս։ Երաժշտություն առարկայի առաջին դասարանի դասագիրքը սովորողների երաժշտական այմենարանն է, որի միջոցով նրանք մուտք է գործում երաժշտության կախարդական աշխարհ։ Արինվիկ հրատարակչության երաժշտության առաջին դասարանի դասագիրքը հագեցած է թեմատիկ պատկերազարդումներով, որոնց շնորհիվ սովորողները հաղորդակցվում են երաժշտությանը։ Յուրաքանչյուր նկար ուսուցողական բնույթ ունի, համապատասխանում է տվյալ դասի թեմային, դասագրքում ներառված երգերի և ներկայացված ստեղծագործությունների բովանդակությանը։ Պատկերազարդումների բովանդակությունը բացատրվում է ուսուցչի մեթոդական ուղեցույցում։ Դասագրքի QR կոդերում ընդգրկված են առաջին դասարանցիների պահանջվողներին համապատասխան ստեղծագործություններ, որոնց միջոցով բացահայտվում է թեմաների էությունը։ Առաջադրանքների նշանների օգնությամբ սովորողները հեշտությամբ կարող են հասկանալ այս կամ այն թեմայի վերաբերյալ հանձնարարությունների իմաստը։ Դասագրքում ներկայացված են երաժշտական ողջույնի համար նախատեսված երգվարժություններ և երաժշտական դադարներ, որպեսզի սովորողները դասի ընթացքում մի փոքր հանգստանան։ Դասագիրքը բաղկացած է 4 թեմայից։ Առաջին «Ես և երաժշտությունը» թեմայում սովորողներին ներկայացվում են նրանց շրջապատում հնչող երաժշտությունը, երաժշտության դերը նրանց կյանքում, նաև երաժշտության կապը բնության երևույթների հետ։ Նաև բացատրվում է, թե ովքեր են ստեղծում երաժշտությունը, երգը։ Երաժշտությունը պատկերում է ոչ միայն առօրյա կյանքում տեղի ունեցող իրադարձությունները և բնության երևույթները, այլ նաև մարդու հույզերն ու զգացմունքները, տարբեր տրամադրություններ արտահայտող խորհրդանշող պատկերները, էմոջիները, արտահայտում են մարդկային հույզերը՝ ուրախ, տխուր, լացակումած, զարմացած, զայրացած, հանգիստ։ Աշակերտներն ունկնդրում են յուրաքանչյուր հույզին համապատասխան ստեղծագործություն։ «Իմ խաղերը, հեքիաթները և երաժշտությունը» թեմայում ընդգրկված են բազմաթիվ խաղեր, որոնք նպաստում են սովորողների երաժշտական ընդունակությունների ձևավորմանը և զարգացմանը, խթանում նրանց ստեղծագործական գործունեությունը։ Այս թեմայում ուսումնասիրում են հնչյունների կարճ, երկար և ավելի երկար տևողությունները, ծանոթանում բնական և մանկական նվագարաններին, կատարում ռիթմական պատկերներ։ Երաժշտական հեքիաթների բաժնում ներառված են դերերով կատարման համար նախատեսված ստեղծագործություններ՝ «Մայր բադիկն ու ճուտիկները», «Պապի տատի չալ հավիկը» և «Վախկոտ պարծենկոտը» երաժշտական հեքիաթը։ Երրորդ թեման է «Երաժշտությունն իմ սիրած մուլտֆիլմերում», որտեղ ընդգրկել ենք Հայֆիլմ կինոստուդիայում նկարահանված «Պիգմենաշեն» և «Սխալ արտահայտություն» մուլտֆիլմերը, ռուսական «Տերեմոկ» մուլտֆիլմի հայկական տարբերակը և «Լեհ» ռեժիսոր Կազիմեժ Ուրբանսկու «Կախարդական սրինգ» խորագրով կարճամետրաժ մուլտֆիլմերի շարքից «Կատակ» և «Ջուլհակը» մուլտֆիլմերը։ Չորրորդ թեման կոչվում է «Իմ սիրելի տոները և երաժշտությունը», որտեղ ներկայացվում են մեր ընտանեկան և պետական տոները։ Տոների ընտրությունը պայմանավորված է նրանով, որ թեմայի սկիզբը համընկնում է ապրիլ ամսվա հետ, երբ նշվում են Մայրության և գեղեցկության օրը, Սուրբ Զատիկը, այս տոնը երբեմն նաև մարտի վերջին է նշվում, մայիսի Համբարձման տոնը, Անկախության տոնը։ Մայիսին անց է կացվում նաև Այբենարանին նվիրված ցերեկույթը, որը հիշարժան տոն է դառնում յուրաքանչյուր սովորողի կյանքում։ Չորրորդ թեման ընդգրկում է ոչ միայն պատկերազարդումներ, այլ նաև տեքստ, քանի որ սովորողներն արդեն յուրացրել են այբուբենը և լիարժեք կարդալ գիտեն։ Դասագրքում առկա են սովորողների ստեղծագործական գործունեության զարգացմանը նպաստող առաջադրանքներ՝ հորինել երաժշտառիթմական շարժումներ, հորինել հեքիաթ, հորինել երաժշտություն, հորինել ռիթմական նվագակցություն։ Թեմաների գիտելիքներն ամփոփվում են «Ես սովորեցի», «Ինձ դուր եկավ», «Ես կարող եմ» պնդումներով, գնահատմամբ և ինքնագնահատմամբ։ Առաջին դասարանի դասագրքում ներկայացված առաջադրանքները նախատեսված են տարբեր կարողություններով և կրթական կարիքներով սովորողների համար։
Ուսուցչի մեթոդական ուղեցույցում ներկայացված են ռիթմական վարժությունների, պարային բեմադրությունների և խաղերի նկարագրությունները։ Թեմատիկ պլանում նշված են թեմաների և ենթաթեմաների ժամաքանակը, յուրաքանչյուրում ընդգրկված ստեղծագործությունները և վերջնարդյունքները։ Ապա տրված է դասի օրինակելի պլան, ով է ստեղծում երաժշտությունը ենթաթեմայի վերաբերյալ։ Ուսուցչի ուղեցույցի երկրորդ մասում ներկայացված են երաժշտության դասավանդման մեթոդիկայի հեղինակային մոտեցումը, որը ձևավորվել է մեր մանկավարժական պրակտիկայի ընթացքում։ Այն իր մեջ ներառում է հոգեկան գործընթացների դերը երաժշտամանկավարժական գործունեության ընթացքում, երաժշտական կրթության գործառույթները, երաժշտական գործունեության տեսակները, երաժշտության ուսուցման մեթոդները, գնահատումը։ Այսպիսով, երաժշտական այբուբենը սովորողների առաջ դռներ է բացում դեպի երաժշտական արվեստ։